Որտեղ ասեք այնտեղ էլ կանգնեն։ Սեյրան Մուշեղից հիմա մի քիչ խառնվել է իրար տոնը, հիշատակի օրը, հատկապես ողբերգական իրադարձություններից հետո, պատերազմի պարտությունից հետո, այդ տոնական տրամադրությունը այսօրվա պահպանվել է, ոնե ձեր մոտ դուք ինչ տպավորություններ ունեք։ Նախ քանի որ գտնվում ենք Եռաբլուրում, մեր խոնարհումն ենք արտահայտում հայ ժողովրդի նորագույն պատմություն կերտող մեր բոլոր անձավակներին, ովքեր իրենց կյանքն են տվել, ովքեր որ մեծ ավանդ ունեն հայկական բանակի կերտման գործում եւ ես մեր ժողովրդին շնորհավորում եմ հայկական բանակի կազմավորման կապակցությամբ եւ ցանկանում եմ հաջողություններ, իհարկե այսօր տոնակատարությունները այն մեծ շուքով եւ այն տրամադրությամբ չեն նշվում, ինչպես նախկինում էինք նշվում, որովհետեւ մենք 44 օրյա պատերազմի ընթացքում պարտություն ենք կրել, այնուհետեւ անհաջողություններ են բազմաթիվ եղել, Արցախն ենք կորցրել, բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ հայկական բանակը այն կառույցն է, որը որ պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է վերականգնել, առաջինը կարող է շտկել իր ողնաշարը եւ ի վերջո մեր ժողովուրդը ակնկալում է, որ հայկական բանակը պետք է լինի նրա անվտանգության երաշխավորը եւ հայկական բանակը յուրաքանչյուր պետության եւ մեր պետության հզորության, ռազմական հզորության առանցքն է եւ ես եւս մեկ անգամ ուզում եմ մեր խոնարհումը արտահայտել մեր բոլոր այն զավակներին սպարապետի գլխավորության, որովհետեւ Եռաբլուրում են գտնվում, այսօրը յուրովի նաեւ հաշվետվությունը մեր բոլոր այն մարտական ընկերներին, որոնք որ բոլոր ժամանակների, բոլոր պատերազմների, բոլոր այսպես բախումների արդյունքում են իրենց կյանքը տվել մեր հայրենիքին եւ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր տոնակատարություն է մեր համար պարտք գալ եւ մեր հարգանքի տուրքը մատուցել մեր բոլոր զավակներին։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը կարդացել եք, այնտեղ ասում է, որ զենքերը ձեռք բերվել բանակի կրճատումից է խոսացել, նաեւ ծրագրերից, որոնք իրականացում են եւ ասում է, որ ըստ էության արվել է այնքան բան, ինչքան նախկինում չի արվել, նաեւ ասել է, թե ինչի օրինակ 2018-ին 19 զենք ձեռք չի բերվել, որովհետեւ չի կարծել, որ դրանք կծառայեն բացառապես Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային այլ կրտումներ չեն լինի։ Գիտեք, այս տոնական օրը խոսել բանակին եւ նաեւ քննադատություն ասել բանակի մասին ես չէի ցանկանա, բայց ասեմ հետեւյալը, որ ես չեմ կարդացել Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որովհետեւ չեմ կարծում, թե նա ամբողջությամբ արտահայտում է այն իրականությունը, որը որ այսօր կա։ Հայկական բանակը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության անկախության, Արցախի համար ազատության պատերազմական գործողություններին զուգահեռ հայկական բանակը ձևավորվել է զրոյից, ոչ մեկ կասկած չունի, չէ, որ այն զրոյից է ձևավորվել եւ մեծ չարչարանքի անհավասար պայմաններում այն հասել է մի այնպիսի իրավիճակի, որ հաղթել է մեր տարածաշրջանում եղել է մրցունակ եւ նաեւ փողգործունակ է եղել մեր միջազգային գործընկերների հետ։ Բայց ասեմ հետեւյալը, որ հայկական բանակը իր կազմավորման տարիներին մինչև 2018 թվականը իր արչև խնդիր է կատարել է, մարտական հերթապահություն է իրականացրել, հակառակորդի հետ նույնիսկ հարաբերական անհավասար պայմաններում ինքը իր արչև դրված խնդիրը իրականացրել է։ Այսօր եթե բանակում որոշակի ձեռքբերումներ կան, որոշակի փոփոխություններ են իրականացնում, ես այսպես ասեմ, էլի հասարակ բառերով, այդ էր պակաս, որ այս ողբերգություններից, այս անհաջողություններից հետո քայլեր չձեռնարկեին բանակի, ասենք, մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, բայց ես գտնում եմ, որ այս 5 տարիները բաց թողնված ժամանակահատված են ավելի շատ կարող էին իրականացնել, սկսած նրանից, որ պետք է մշակվեր մեր ազգային անվտանգության ռազմավարությունը,
սկսած նրանից, որ պետք է լուրջ նոր խնդիրներին համաձայն, իսկ մեր խնդիրները ավելացել են եւ մարտական առումով, եւ մարտավարական առումով, եւ նաեւ բարոյաքեբանական առումով։ Կազմհաստիկային կառուցվածքային փոփոխություններ պետք է ձևավորեին, կատարեին։ Տեսեք, հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ, նոր զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանի Հանրապետությունում մենք տեսել ենք, որ նոր հատուկ նշանակության ստորաբաժանումների, կառույցների փոխարեն հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանումներ են ձևավորել տարբեր բերետներով։ Օրինակ, ես եթե լինեի, այդ բերետների փոխարեն 3 կամ 4 հատ հատուկ նշանակության զորամասեր կձևավորեի, որոնք որ հատուկ խնդիրներ պետք է իրականացնեին 44 օրյան նույնիսկ պատերազմից հետո եւ այսօր էլ։ Այնպես որ ձևավորել եք Ինչ? Իհարկե, եղել է, ձևավորված է եղել եւ մեր հատուկ նշանակության ստորաբաժանումները, զորամասերը եւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ 16 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք բարև ձեզ Ես երապների ջուրը ես եմ քաշել ես ասել ասպարաշնդ Կներեք էլի մենք ուզում եթերում հանոց եթերում ենք էլի հարցազրույց եք անում Հա, շնորհավորում եմ, շնորհակալ եմ ձեր կատարած 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ կարելի ասել, որ հակառակորդի Յաշմա կոչված հատուկ նշանակության բրիգադան հիմնահատակ ոչնչացվել է այն երկու ուղղություններով, որոնք որ նրանք հարձակվել են։ Այսօր սպառազինությունների ձեռքբերման հետ մեկտեղ, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, լավ կլիներ, որ այդ սպառազինությունը շարք կանգնվեր, յուրացվեր, իսկ դա կարող է արտահայտել ոչ թե հասարակ ժողովրդին տանենք կանգնած այս սպառազինությունը ցույց տանք, այլ դա կարող է արտահայտվել ստորաբաժանումների ներդաշնակմամբ, դաշտային վարժվածությամբ եւ խոշոր զորավարժություններով, որոնք որ իրենք պետք է ցույց տան զինուշ ծրագրով եւ նաեւ կարող է արտահայտվել զորահանդեսներով, որ իրենք պետք է կազմակերպեն։ Անյան տեսեք, ի թիվս այլ քննադատությունների դուք էլ վստահաբար լսել եք ազգային ժողովում են հնչել, որ ասում են օրինակ նախկին գործող իշխանության ներկայացուցիչներն ովքեր ծառայել են, ասում են ձեր ժամանակ մայկատրոսիկ չեն ունեցել։ Եկեք գիտեք բանակի գործունեությունը չիջեցնենք այդքան ցածր մակարդակի ամեն ինչ էլ ունեցել են բանակը համալրված է եղել նույնիսկ թերությունների հետ մեկտեղ, որովհետև եւ թերություններ եւ սխալներ ունեցել են, ես էլ անձամբ ունեցել եմ սխալներ, բազմաթիվ սխալներ, բայց մենք ձգտել ենք, աշխատել ենք եւ վերականգնել ենք, բայց նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում ձևավորված բանակը իր արժեվ դրված խնդիրը կատարել է։ Գիտեք, մենք այս վիճակում ենք 44 օրյա պատերազմի պարտությունից հետո, ձեզ ասեմ, բայց 44 օրյա պատերազմում պատշաճ կառավարման, պատշաճ ուշադրության, ռազմական գործողությունների թատերաբեմը լուրջ ուսումնասիրելու եւ լուրջ որոշումներ ընդունելու պայմաններում հայկական բանակը, առավել եւս Արցախի պաշտպանության բանակը ի վիճակի է եղել իր արժեվ դրված խնդիրը իրականացնելու։ Նիկոլ Փաշինյանը բայց այսօր մեղադրանքներ է հնչեցնում ՀԱՊԿ-ի վերաբերյալ, նաև նշելով, որ ժամանակին միջազգային գործընկերները զենք չեն վաճառել, որովհետև ասում էին հասու կդառնա ՀԱՊԿ-ին, ինչպես նաև որ դա կտեղակայվի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներից դուրս, նաև ձեռքբերում էր համարել Պրահայում ձեռքբերված համաձայնությունը եւ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնել է եւ նշել, որ դա շարունակվելու է։ Մեր նման երկրներում, մեր տարածաշրջանում արկա փխրուն անվտանգության միջավայրի, արտաքին եւ ներքին սպառնալիքների պայմաններում մեր նման երկրները կարող են իրենց անվտանգությունն ապահովել ոչ միայն միայնակ իրենց ազգային երաշխիքների ձևավորման բանակի հզորացմամբ, այլ նաև պարտադիր կերպով հավաքական անվտանգության դաշնակցային հարաբերությունների պայմաններում։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանը, երբ որ ինքը փորձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալել, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների այնուհետև սառեցման պատասխանատուն ինքն է,
որովհետև մեր տարածաշրջանում մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները ձևավորում ենք գլոբալ առումով տարածաշրջանային խոշոր պետությունների դեմ պայքարելու համար։ Ես նկատի ունեմ Թուրքիան, իսկ Ադրբեջանի հետ մենք ի վիճակի ենք եղել ինքնուրույն ի վիճակի ենք եղել պայքարելու։ Մյուս հարցը որն էր, դրանց շարունակությունը։ Ձեռքբերում է համարել, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցվել է եւ Պրահայում ձեռքբերված Ադրբեջանի հետ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել։ Գիտեք, Պրագայում ձեռքբերված համաձայնությունը մեր խայտառակությունն է, երբ որ Հայաստանի Հանրապետության նախագահան տարիներով մեր նորագույն պատմության ընթացքում տարիներով ձեռքբերված բանակցային փորձը, բանակցային ներուժը եւ Արցախի համար մղվող պայքարը զրոյացրել է, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում ինքը ճանաչել է նաեւ չափերով, ընդ որում Արցախը ներառյալ։ Այնինչ մեր նորագույն պատմության ընթացքում սրբություն է եղել Արցախի անկախության, Արցախի ինքնորոշման համար տարվող մեր գործունեությունը։ Եվ գիտեք, երբ որ խնդիրներ կան դաշնակցային, գործընկերային հարաբերությունների մեջ, այդ խնդիրներից ոչ թե պետք է խռովել, այստեղ երեխայական մակարդակի չպետք է լինեն միջպետական, գործընկերային եւ դաշնակցային հարաբերությունները, այլ պետք է գրագետ կերպով ընտրել հմուտ արտաքին քաղաքականության մարտավարություն եւ լուծել այդ բոլոր խնդիրները։ Այնպես որ հիմնական մեղավորը այս իրավիճակի ինքը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Շնորհակալություն։